Բարև ողջույն իմ սիրելի հայրենակիցներ։ 7 օր առաջ Ստեփանակերտում ազերիները քանդեցին Սուրբ Հակոբ մեր եկեղեցին։ Քար լռության պատճառով մի շաբաթ անց իրանք քանդեցին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը։ Լռությունը հանցագործություն է, մեղսագործություն է։ Հասկացանք, Հայաստանը լռեց, պաշտոնական Հայաստանը, բայց ես դիմում եմ ողջ հայությանը, և Մայր Հայաստանում, և Սփյուռքում, Ավստրալիայից սկսած, Եվրոպայով, Ռուսաստանով, Ամերիկայով, Աֆրիկայով և Ասիայով, բոլոր մեր հայորդիներին ապրող օտար երկրներում և Հայաստանի մեր հայրենակիցներին։ Դիմում եմ բոլոր դրսի և ներսի քաղաքական կուսակցություններին, միություններին, կազմակերպություններին։ Ես արդեն գրավոր դիմել եմ սենատորներ, կոնգրեսմեններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Համաշխարհային եկեղեցու խորհրդին, Հռոմի Պապին, բայց ես միայն մեկ ձայն եմ։ Դրսի հայերը պիտի դիմեն իրանց ընտրած կոնգրեսմեններ, սենատորներին, նահանգապետներին, քաղաքապետերին, որ բոլորը բարձրացնեն իրենց ձայնը, թե ինչ ցեղասպանություն է կատարվում Արցախում, մշակութային ցեղասպանություն, որը վերջո բերում է ֆիզիկական ցեղասպանության։ Նույնն էլ Հայաստանի բոլոր կազմակերպություններին, բլոգերներին, ժուրնալիստներին, թղթակիցներին, բոլորը համաշխարհային աղմուկ բարձրացրեք։ Մի օր պետք է կանգ առնի այս ջարդը։ Մենք չպիտի լռենք, լռելու ժամանակ չկա։ Չեզոքությունն էլ դա էլ է մեղք, որը ավելի մի մեծ մեղք է բերելու։ Դիմում եմ ձեզ, մենք ունենք մեծ ներուժ, կարող ենք կասեցնել սա, ոչ միայն մեզ համար, ամբողջ աշխարհի համար։ Մշակույթը ամբողջ աշխարհին է պատկանում։ Սիրելի հայրենակիցներ, ի գործ